Ծաղկած բնության գրկում պիկնիկի գնալուց առաջ պետք է նախ տարածքները մաքրել հանգստացողների թողած հին աղբից։ Ծառերի տակ, հեռու ու մոտիկ մարգագետիններում ուր նայես խնջույքի հետքեր են։ Խնամքով օգտագործված պլաստիկե ափսեներ, հյութի, թանի, գուցե նաև երկրի կենացը խմելուց դատարկած շշեր։ Չգիտեք ինչ է դրանք տարիներով չեն քայքայվում, այդ թափոններով թունավորում եք հողն ու ջուրը, ահազանգում են բնապահպանները։ Հայ Անտառն առաջարկում եկեք հենց այս շաբաթօրը միասին մաքրենք Երևան-Սևան մայրուղու հարակից գոտին Կարենիսից Գավառի սկզբնամաս։ Ակցիան կոչել են, որպեսզի շնչենք, օգնենք անտառին շնչել։ Երկու կողմանի շուրջ 60 կիլոմետր է կազմում այն տարածքը, որը որ գծամետրով 60 կիլոմետր, որը որ մենք պատրաստվում ենք մաքրել։ Կոչ ենք անում, ինչու՞ չէ նաև խնդրում ենք, որ մեր հասարակությունը նմանատիպ միջոցառումներին եւ հատկապես այս միջոցառմանը ունենա շատ լայն ընդգրկուն մասնակցություն, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրը իրականացնել։ Մայիսի 3-ի մեծ մաքրությանը Հայ Անտառի եւ շրջակա միջավայրի նախարարության թիմին միացող ով էլ լինի ուսանող, էկոակտիվիստ, կանաչ տնտեսության ջատագով բիզնեսի թե մարզի համայնքի ներկայացուցիչների խումբ բոլորին գործի համար ինչ պետք է կտրամադրեն։ Սեդրակյանը որպես աշխատանքային հանձնաժողովի ղեկավար Հրազդանի անտառ տնտեսություն է գնացել տեխնիկական ապահովման նախապատրաստությունը ստուգելու։ Այստեղ վստահեցրին պահեստում անհրաժեշտ քանակի եւ ձեռնոցկա եւ գործիքներ։ Բոլոր մասնակիցներին միանշանակ հերիք են եւ ձեռնոցները եւ մնացած անհրաժեշտ տեխնիկական նյութերը, այս ձեռնոցներն են, որ արդեն ունենք ձեռք բերված, բահեր, փոցխեր, աղբի համար մեկ անգամյա օգտագործման տոպրակներ, այդ բաժանումները կատարվեն, կազմակերպչական աշխատանքները մենք կատարենք, որպեսզի օրինակ խմբերով աշխատողները ունենան համապատասխան բահ կամ փոցխ, որտեղ որ ինչ անհրաժեշտություն լինի, մարդիկ կարողանան աշխատել։ Ինչու են մարդիկ այնքան փնթի, որ ամեն տարի աղբահանության նման մեծամասշտաբ միջոցառման կարիք է զգացվում։ Ինչ մայրուղիների կողքերը ճանշինի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ հաստատ են մաքրում։ Կոնկրետ Սևանի ուղղությամբ վարորդների մեքենայից շպրտած սննդի ու ծխախոտի մնացորդների հետ միասին տարածքում ոչ միայն տան կենցաղային, այլև շինարարական աղբի դիտավորյալ բերած թափած բլրակներ են։ Սոցցանցի համար Հայաստանով այդքան հիացած ֆոտոներ անելիս չեն խանգարում, գոնե զբոսաշրջիկներից ամաչենք, ասում է Հայ Անտառի փոխտնօրենը։ Ընտրվել է Երևան-Սևան, Երևան մայրուղին, որովհետև բացի այն, որ տուրիստները պետք չի որ տեսնեն այդպես աղտոտված, առաջին հերթին մեր խնդիրն է մեր իսկ շրջակա միջավայրը մաքրել աղբից։ Եվ դրանով ցույց տալ մեր հասարակությանը, որ ոչ թե միայն մայրուղիների կողքերն է պետք մաքուր պահել, այլև հենց իրենց միջավայրը, իրենց բակերը, իրենց շրջապատող ամբողջ տարածքները, Հայաստանի Հանրապետությունը մեծ հաշվով։ Շաբաթօրյա մաքրությանը միանալ ցանկացողներին Հայ Անտառից առաջարկում են նախապես գրանցվել։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։